Հեղինակավոր The Insider հետաքննական պարբերականը հրապարակել է նոր հետաքննություն, որը բացահայտում է Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերը և մեթոդները։ Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ երկիրը բախվում է Կրեմլից տարածվող աննախադեպ ապատեղեկատվության հոսքի։ The Insider-ը հետաքննել է, թե ովքեր են կանգնած այդ կեղծիքների հետևում և պարզել, որ Հայաստանում տարածվող քարոզչական տպագիր թերթի Wyoming Star-ի հետևում կանգնած է ռուսական անվտանգության դաշնային ծառայությանը տեղեկություններ փոխանցող Ալեքսանդր Իոնովը, իսկ համացանցում կեղծիքների համակարգման համար պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի հետ կապ ունեցող քաղտեխնոլոգ Անդրեյ Պերլան, որը նախկինում բռնվել է Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և նույնիսկ Լատինական Ամերիկայում ապատեղեկատվական արշավներ իրականացնելիս։ Կեղծ լուրերի արշավում նրանք ներգրավել են աստղագուշակների, որոնք 2026 թվականի հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը կանխատեսել են պայթյունավտանգ անկայունություն, այսինքն աստղերը խոստանում են հանկարծակի բացահայտումներ, զանգվածային անկարգություններ և իրադարձություններ, որոնք կարող են չեղարկել բոլոր նվաճումները։ Այս նյութը հրապարակվել է Հայաստանի խորհրդարանի ընտրությունից մեկ ամիս առաջ Մոսկվայում գրանցված Yerevan One կայքը, և նյութը ենթադրաբար ուղղված է Ռուսաստանում ապրող հայերին։ Yerevan One-ը սոցիալական դիզայնի գործակալության հեղինակների Նիկոլ Փաշինյանի դեմ արշավի առաջին փորձը չէ։ Դեռ 2023-ից ոչ իրական պարբերականների համար բովանդակություն ստեղծող այս աստղագուշակներին արևմտյան լրագրողները անվանել են դոփլգենգեր, կրկնօրինակներ։ Վերլուծաբանները մանրակրկիտ հաշվարկել են, թե յուրաքանչյուր կեղծ հոդված քանի դիտում է ունեցել տեղական և միջազգային լրատվամիջոցներում, որ լրատվամիջոցներն են վերահրապարակել այն, քանի դիտում են ունեցել դրանց հերքումները, ինչ լսարան ունեն կեղծ լուրերը տարածող ձեռնասուն բլոգերները։ 2025-ի վերջին Փաշինյանի մասին կեղծ հոդվածների փորձնական հրապարակումից հետո Ռուսաստանի նախագահի վարչակազմին առաջարկվել է մի քանի նոր գաղափար, որը նման է Եվրամիությունում և Ուկրաինայում արդեն իրականացվածին։ Yerevan One պորտալը այս առաջարկներից մեկի մարմնացումն է։ Պարբերականի հիմնական նարատիվն է՝ Հայաստանը կարող է բարգավաճել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքի պայմաններում և նրա պաշտպանության ներքո։ Նպատակային լսարանն են Ռուսաստանի հայկական համայնքները, Հայաստանի ռուսախոս հայերը։ Լսարանը կազմում է ամսական մինչև 2.5 միլիոն օգտատեր։ Նույն զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի հայ համայնքը կազմում է 1 միլիոնից մինչև 1.5 միլիոն մարդ, ուստի անհասկանալի է, թե ինչպես կարող էր միայն ռուսական նախագիծն ամսական հավաքել 2.5 միլիոնանոց լսարան։ 2026 թվականի մայիսի դրությամբ նախագիծն ուներ 6 բաժանորդ Facebook-ում և 81 բաժանորդ Vkontakte-ում, որոնք նախագծի աշխատակիցներ են կամ նրանց ծանոթներ և կապ չունեն Հայաստանի հետ։ 2025-ի հունիս-հուլիսին Նիկոլ Փաշինյանի դեմ արշավին է միանում նաև Եվգենի Պրիգոժինի 2021 թվականին ստեղծած ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամի հետ կապ ունեցող Storm 1516-ը, որը Կրեմլին պատկանող մանիպուլյացիոն քարոզչական խումբ է։ Մինչև անցյալ տարվա սեպտեմբեր խմբի ջանքերի մեծ մասը կենտրոնացած էր Մոլդովայում ընտրություններից առաջ կեղծ լուրեր տարածելու վրա։ Եվրոպամետ գործողության և համերաշխության կուսակցության հաղթանակից հետո Storm 1516-ն իր ուշադրությունը կենտրոնացրեց Փաշինյանի վրա։ Storm 1516-ը մեկնարկել էր Մարսելում անշարժ գույքի մասին նույն կեղծ լուրերով, որոնք Կրեմլից պատվիրատուին ուղղված զեկույցում որակվել էին հաջողություն և պարծենում էին իրենց հարուցած հանրային վեճով։ Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության զեկույցում հետազոտողները մատնանշում են Մոլդովայում և Հայաստանում Storm 1516-ի նարատիվների նմանությունները։ Երկու դեպքում էլ Կրեմլին հակառակորդ թեկնածուներին կեղծ կայքերը և ոչ հավաստի հաշիվները համարում են անբարոյական, հորինում կոռուպցիոն պատմություն և ենթադրություններ են անում ինքնիշխանության կորստի և արևմտյան շահերի պաշտպանության մասին։ Դա եղել է ինչպես Մայա Սանդուի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի դեպքում։ Մայիսին խմբի հետ կապված հաշիվները սկսեցին լուրեր տարածել, թե Փաշինյանը հիվանդ է։ Նման տեսանյութերից մեկում, որը ենթադրաբար վերցված էր Civilnet հայկական պորտալից, պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանը վարակվել է միավով, սակայն Civilnet-ի խմբագրակազմը հերքել է իր կողմից նման ռեպորտաժի հրապարակումը։ Բլումբերգի հաշվարկներով Հայաստանի մասին Storm 1516 ցանցը վերջին 3 ամսում տարածել է ավելի քան 25 կեղծ պատմություն, որոնցում Նիկոլ Փաշինյանին մեղադրում են կոռուպցիայի և վատ կառավարման համար։ Yerevan One-ը, ինչպես մյուս կրեմլամետ կայքերը, վերահրապարակել են Փաշինյանի մասին Storm 1516 ցանցի կեղծ լուրերը։ Կրեմլի Doppelganger ցանցի աշխատակիցների իրենց ղեկավարներին ուղարկած հաղորդագրությունները նույնպես վերաբերում էին Storm 1516-ի ստեղծած կեղծ լուրերի տարածմանը։ Խմբի պատմությունները
նույնպես համընկնում են կրկնօրինակների թիմի տարածած նարատիվների հետ։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամը Մարսելում Հայաստանի վարչապետի անշարժ գույքի մասին հրապարակում է կեղծ տեղեկություն, Փաշինյանի դեմ արշավին են միանում Matryoshka ցանցի բոտերը։ 2025 թվականի հունիսի սկզբին Bot Blocker նախագիծը հայտնաբերեց, որ Matryoshka ցանցի հաշիվները հրապարակում էին խոշոր լրատվամիջոցների, Euronews-ի կամ France 24-ի կեղծ տեսանյութեր, որոնցում օտարերկրյա գիտնականները պնդում էին, թե Հայաստանում մոռացության է մատնվում հայոց ցեղասպանության թեման։ Այլ կեղծ տեսանյութերում տարածվում էին պատմություններ Փաշինյանի կառավարության կոռուպցիայի մասին։ Նույն տարվա հոկտեմբերին Matryoshka-ի տեսանյութերում քննադատում էին Փաշինյանին Հայաստանի մշակութային կոդը ոչնչացնելու եւ ոչ ավանդական արժեքներ պարտադրելու համար։ Կառավարությանը մեղադրում էին ընդդիմադիր լրագրողներին եւ բլոգերներին սպառնալու համար։ Գործակալությունը հաղորդել է, որ նեյրոնային ցանցերի միջոցով ստեղծված այլ տեսանյութերում օգտագործվել են Օսվենցիմի նախկին բանտարկյալների ինքնությունները։ Նրանք պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանը ոչնչացման գազի խցիկներ է կառուցում հայկական խորհրդանիշների համար, փորձարկումը սկսելով Արարատ լեռից։ Վարչապետին անվանել են դավաճան, իսկ հայ քաղաքացիներին համեմատել հրեաների հետ, որոնք սպասում էին ողբերգության։ Bot Blocker նախագծի տվյալներով մինչև 2026 թվականի մայիսի սկիզբը Matryoshka ցանցը Հայաստանի եւ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակել է 343 կեղծ տեսանյութ։ 2026 թվականի մարտի սկզբից ի վեր Matryoshka-ն հրապարակում է տեսանյութեր, որոնք ենթադրում են, որ Փաշինյանը կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ։ Մայիսի կեսերին նման տեսանյութերի թիվը հասել էր առնվազն 20-ի։ Մայիսի 9-ին մամուլի ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Եվրամիությանը միանալու եւ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու Հայաստանի հարցը ենթադրաբար պետք է որոշվի համահայկական հանրաքվեով եւ Երևանին կոչ արեց այն անցկացնել հնարավորինս շուտ։ Նա նաեւ Հայաստանին հորդորեց չհասցնել ծայրահեղության եւ չգնալ Ուկրաինայի ճանապարհով, ակնարկելով ռազմական գործողությունների մասին։ Այս ամենը հետո հանգեցրեց պետական հեղաշրջման, Ղրիմի պատմությանը, Ուկրաինայի հարավարևելքի դիրքորոշմանը եւ ռազմական գործողությունների։ Ահա թե ինչի հանգեցրեց այս ամենը։ Սա լուրջ հարց է, հետևաբար մենք չպետք է ծայրահեղության հասցնենք իրավիճակը։ Պարզապես պետք է ժամանակին ասենք, թե ինչ ենք անելու։ Հայկական կողմը պետք է հաշվարկներ անի, մենք էլ պետք է հաշվարկներ անենք, հայտարարեց Պուտինը իրեն բնորոշ ոճով։ Ինչ վերաբերում է իբր ամերիկյան Wyoming Star թերթին, այն այս տարվա փետրվարից է հայտնվել Երևանի փողոցներում։ Պարզվել է, որ թերթը ամերիկյան կայքից Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հոդվածների հայերեն թարգմանությունների ժողովածու է։ Ոչ կայքը, ոչ էլ թերթը չեն նշել հեղինակներին։ Factor TV-ն պարզել է, որ հայկական տարբերակի խմբագիրը Սանկտ Պետերբուրգի բնակիչ Վանիկ Շուքուրյանն է։ Նա թերթի օրինակները բերել է Մոսկվայից, բայց հրաժարվել է պատասխանել հարցերին, թե ով է ֆինանսավորել դրա տպագրությունը։ The Insider-ը պարզել է, որ Wyoming Star-ի գործընկերներից մեկի Միշել Լարսենի էլեկտրոնային փոստի հասցեն իրականում պատկանում է Ալեքսանդր Իոնովին։ 2023-ին նրան մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ 4 քաղաքացիների հավաքագրելու եւ Ֆլորիդա նահանգի Տամպայի քաղաքային ընտրությանը միջամտելու համար։ Միևնույն ժամանակ ատենակալների խորհուրդը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել անվտանգության դաշնային ծառայության 2 աշխատակցի։ Մոսկվա բնակ Իոնովը հակագլոբալացման շարժման նախագահն է, Մարդու իրավունքների ազգային կոմիտեի նախագահը եւ պրոֆեսիոնալ մատնիչ։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ նա 2013 թվականի հոկտեմբերից սկսած ԱԴՑ-ի վերահսկողության ներքո փորձել է ԱՄՆ-ում հավաքագրել տարբեր քաղաքական խմբավորումների ներկայացուցիչների, ռուսական ազդեցության գործակալներ դառնալու համար։ Ակնկալվում էր, որ հավաքագրվածները պետք է խժդժություններ հրահրեն եւ անկայունացնեն ընդհանուր իրավիճակը։ 2021 թվականին Իոնովը արշավ սկսեց Ռուսաստանում անկախ լրատվամիջոցների դեմ։ Բոլոր անկախ լրատվամիջոցներին անվանելով ժողովրդի թշնամիներ եւ դրանց մասին զեկույցներ ներկայացրեց Արդարադատության նախարարություն։ Միևնույն ժամանակ Իոնովը սկսեց գործակցել Պրիգոժինի ռեպրեսիաների դեմ պայքարի հիմնադրամի հետ, փորձելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նահանգապետի ընտրություններում թեկնածու առաջադրել։ Պետդեպարտամենտը նրա մասին տեղեկության համար առաջարկում է $10 միլիոն։ Էմմա Վարդանյան, լուրեր։